Տեսեք, մեր բոլոր օրենքները ընտրական եւ նաեւ սահմանադրությունը այնպես են ձևավորված, որ անձի դերը մեծ է։ Սա մեկ։ Երկրորդը մեր նաեւ քաղաքական համակարգը հիվանդ քաղաքական համակարգ է եւ այն անգամ հեղափոխության միջոցով չառողջացվեց, այդ շանսը կորսվեց եւ դրա համար մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Բայց նաեւ ուզում եմ դες ասել, օրինակ ես վերցրել եմ ֆրանսիական փորձը ուսումնասիրել եմ, եկեք դիտարկենք կուսակցություններ, որոնք որ առաջնորդել են տարբեր խարիզմատիկ առաջնորդներ, Սարկոզի առաջնորդած, հիմա Մակրոնի առաջնորդած եւ կարող հերթով նայել։ Եվ այնտեղ էլ անձի դերը շատ մեծ է եղել եւ անձի ընտրությունների արդյունքներում պարտվելուց հետո բավականին մեծ փոփոխություններ են եղել։ Եվ դա համար, այսինքն անձի դերը շատ կարեւոր է, եւ ոչ միայն հայկական այս ոչ առողջ համակարգում, այլ նաեւ որոշակի եվրոպական զարգացած համակարգերում։ Ֆրանսիան միգուցե այս իմաստով որպես երկար ժողովրդավարություն լավ օրինակ է, բայց որպես ճգնաժամի մեջ գտնվող քաղաքական համակարգ վատ օրինակ է։ Այսինքն երկու իմաստով էլ մենք տեսնում ենք, որ այդ ճգնաժամը միայն մեզ մոտ չի։ Քաղաքական համակարգը որ հիվանդ է, միայն մեզ մոտ չի։ Տարբեր երկրներում են։ Եվ պոլարիզացումը, քաղաքական բևեռացումը դա միայն մեզ մոտ չի։ Դա համընդհանուր trend է, համընդհանուր բան է, զարգացում է, որ ամբողջ աշխարհում է, բայց մենք քանի որ փոքր երկիր ենք, մոնոէթնիկ երկիր ենք, հասարակություն ենք, մեզանում ավելի հեշտ է նման ռեֆորմներ անել։